երկրի վրա քայլող քաջարիուցները և երկնքում սավառնող հերոսարծիվները։ Հեղինակ Մատինա Մարինե Մանուկյան։ Վիկտոր Ալեքսանդրի Յուզիխովիչ, ապրիլյան պատերազմի անմահ հերոս, Յուզիխովիչների ընտանիքի միջնեկ զավակը, ուներ իրենից մեծ քույր և իրենից փոքր եղբայր։ Ծնվել է 1997 թվականի ապրիլի 10-ին Գյումրիում, պատվախնդիր գյումրեցի։ Նրա պապը ուկրաինացի է, տատը հայ։ Հայրը ծնվել է Մոլդովայում, մայրը ևս հայ է։ 1978 թվականից ընտանիքով տեղափոխվել են Գյումրի։ Փոքր տարիքում ծնողներն ուզեցել են մանկապարտեզ տանել։ Փախել մտել է սեղանի տակ, որից հետո ծնողները որոշել են նրա կամքին դեմ չգնալ ու ստիպողաբար չտանել։ Փոքրուց մարզվել է, կոպվել, երբեք չէր սիրում պարտվել, իր նպատակին հասնելու համար պայքարում էր։ Հաճախել է Գյումրու Հովհաննես Թումանյանի անվան թիվ 3 դպրոցը, հարվածային էր։ 9-րդ դասարանն ավարտելով հաճախել է Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ, ապա հաճախել է նաև համակարգչային դասընթացների։ 10 տարեկանից հաճախել է բռնցքամարտի։ Պապը նրան տորքան գեղ էր ասում։ Պարտվել չէր սիրում, երբեք չէր հանձնվում։ Գրանցել է շատ հաջողություններ, դառնալով Հայաստանի պատանիների կրկնակի չեմպիոն, ինչպես նաև Եվրոպայի փոխչեմպիոն։ Նրա սպորտային հաջողությունները սկսվել են 2008 թվականից։ 2008 թվականի նոյեմբերի 23-ին մասնակցել է Գյումրու Հայաստան միջազգային մրցումների բռնցքամարտի օլիմպիական հերթափոխի բաց առաջնությանը և 50-ից 52 կիլոգրամ քաշային կարգում զբաղեցրել առաջին տեղը։ 2009 թվականին օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի սան դարձավ։ 2009 թվականի դեկտեմբերին մասնակցել է 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված բռնցքամարտի մրցաշարին և 59 կիլոգրամ քաշային կարգում զբաղեցրել երկրորդ տեղը։ 2009 թվականի հունիսի 27-ին Գյումրու Հայաստան միջազգային մրցումների բռնցքամարտի օլիմպիական հերթափոխի բաց առաջնությունում 54-ից 56 կիլոգրամ քաշային կարգում առաջին տեղն է զբաղեցրել և արժանացել պատվոգրի։ 2010 թվականի մարտի 13-ին մասնակցել է Գյումրու Հայաստան միջազգային մրցումների բռնցքամարտի օլիմպիական հերթափոխի բաց առաջնությանը և 56-ից 58 կիլոգրամ քաշային կարգում զբաղեցրել առաջին տեղը։ Նույն թվականին Գյումրու օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի բռնցքամարտի բաց առաջնությունում 59-ից 62 կիլոգրամ քաշային կարգում զբաղեցրել է առաջին տեղը։ Կրկին նույն թվականին մայիսի 11-ից 16-ը հայրենական մեծ պատերազմի 65-ամյակին նվիրված բռնցքամարտի կրտսեր տարիքի պատանիների Հայաստանի Հանրապետության առաջնությունում 59 կիլոգրամ քաշային կարգում զբաղեցրել է երրորդ տեղը, իսկ տարեվերջին դեկտեմբերի 11-ին 62 կիլոգրամ քաշային կարգով մասնակցել է 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված բռնցքամարտի բաց առաջնությանը և զբաղեցրել առաջին տեղը։ Նույն տարվա մեջ մասնակցել է նաև 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված բռնցքամարտի բաց առաջնությանը և 66-ից 75 կիլոգրամ քաշային կարգում զբաղեցրել առաջին տեղը։
2011 թվականի մայիսի 1-ին մասնակցելով Վանաձորում կայացած բռնցքամարտի կրտսեր տարիքի պատանիների առաջնությանը 62 կիլոգրամ քաշային կարգում զբաղեցրել է առաջին պատվավոր հորիզոնականը և դարձել ոսկե մեդալակիր։ Նույն թվականի հուլիսին Եվրոպայի պատանեկան առաջնության ժամանակ զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը և դարձել արծաթե մեդալակիր։ Կրկին նույն տարվա մեջ մեր չեմպիոնը Շիրակի մարզի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Բալասանյանի կողմից արժանացել է հատուկ մրցանակի։ 2012 թվականի մարտի 18-ին Գյումրու բռնցքամարտի մարզադպրոցում 70 կիլոգրամ քաշային կարգում առաջին տեղն է զբաղեցրել։ Նույն թվականի ապրիլի 1-ին մասնակցել է օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանի 80-ամյակին նվիրված բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների առաջնությանը և 70 կիլոգրամ քաշային կարգում զբաղեցրել երկրորդ տեղը։ Կրկին նույն թվականի հոկտեմբերի 24-ին Գյումրու բռնցքամարտի մարզադպրոցի բաց առաջնությունում զբաղեցրել է առաջի տեղը և արժանացել պատվոգրի։ Նույն թվականի Հայաստանի Հանրապետության պատանեկան առաջնությանը զբաղեցրել է առաջին հորիզոնականը և դարձել ոսկե մեդալակիր։ Նույն տարում մասնակցել է Հայաստանում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի կոմիտեի հիմնադրման 90-ամյակին նվիրված բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների Հայաստանի Հանրապետության առաջնությանը և 70 կիլոգրամ քաշային կարգում զբաղեցրել երկրորդ տեղը։ 2013 թվականին Հայաստանի Հանրապետության պատանեկան առաջնության ժամանակ զբաղեցնելով երկրորդ տեղը դարձել է արծաթե մեդալակիր։ 2015 թվականի բռնցքամարտի մրցումների ժամանակ Գյումրիում հաղթող է ճանաչվել։ Առջևում էր երևանյան փուլը, սակայն մեր չեմպիոնը հրաժարվել է մասնակցելուց, քանզի հայրենի երկիրը պաշտպանելու ժամանակն էր եկել, պետք է զորակոչվեր բանակ։ Հայաստանում մրցում ուներ և վստահ էր, որ հաղթանակն իրենն է, որից հետո մեծ ապագա էր բացվելու նրա առջև, բայց թասիբով գյումրեցի ու պատվախնդիր երիտասարդ լինելով բանակ պիտի գնար։ Մարզիչը գալով նրանց տուն փորձել էր նրա հարազատների հետ համոզել նրան նախ մրցումներին մասնակցել, ապա 3 տարի սովորել մարզական պատրաստվածություն, հետո նոր գնալ բանակ։ Նա իրավունք ուներ գնալ այդ քայլին։ Բռնցքամարտի Սպարտակ ակումբի անդամ էր, կարող էր ծառայել մարզական գումարտակում, բայց սեփական ցանկությամբ հրաժարվեց։ Մեծ հայրենասերին համոզել կլիներ։ Հայրենիքի սահմանները պիտի պաշտպաներ, վերջապես հասել էր սպասված ժամանակն ու նա չէր պատրաստվում այդ հնարավորությունը թեկուզ կարճ ժամանակով հետաձգել։ Ահա մեր չեմպիոնի անցած ուղին մինչև բանակ զորակոչվելը։ Հպարտության արժանի կենսագրություն և անհատ։ Եթե առաջ էլ չանցնեմ և այստեղ կանգ առնեմ, կարելի է գլուխ խոնարհել այս հիասքանչ երիտասարդի առաջ, բայց ես ուզում եմ առաջ անցնել և շարունակել ներկայացնել մեր չեմպիոնին, ով քաջաբար հերոսացավ և հավերժացավ իր ազգի համար։ Եվ այսպես Վիկտոր Յուզիխովիչը քոլեջն ավարտելով բանակ զորակոչվել է 2015 թվականի հուլիսի 7-ին, միշտ գոհ է եղել ծառայությունից, երբեք չի բողոքել, միշտ երազել է լինել Արցախում և հետախուզական խմբի մեջ։ Պատահականության բերումով հենց այդպես էլ եղել է։ Նա եղել է դիվերսիան կանխող հետախուզական խմբի մեջ, որի համար մայրը դեմ է եղել, բայց նա սիրով է կատարել իր ծառայությունը։ 2016 թվականի հունվարի 17-ին
Բանակում անցկացրած սպորտ-մասսայական միջոցառման ժամանակ ցուցաբերած բարձր ակտիվության համար արժանացել է պատվոգրի։ Մայրը, հերոսացին տիկին Աննան, ասում է. «Չլսեց ինձ, իր ուզածն արեց և հասավ իր նպատակին»։ Բայց միթե իր ուզածը, իր նպատակը դա էր։ Չեմ կարծում։ Պարզապես նրա նպատակի ճանապարհին ճակատագիրն էր կանգնել չար ու դաժան։ Նրանց խումբը շատ ուժեղ էր, երբեք ոչ ոքի մտքով չէր անցնում, որ նրանց հետ նման բան կպատահեր։ Հարազատները կարծում էին, որ փրկված կլինեն։ Վիկտորը միշտ իրեն առաջ էր նետում, ամեն տեղ պիտի առաջինը լիներ, անգամ բոքսի մեջ, ռինգում։ Ծիծաղկոտ երիտասարդ էր, շատ էր ծիծաղում, ուժեղ կամք ու ոգի ունենալով եղել է համեստ երեխա, ծնողներին չի ճնշել իր ցանկություններով, ոչինչ չի պահանջել նրանցից, բավարարվել է եղածով։ Մոր հետ վերջին անգամ խոսել է մարտի 30-ին, երբ ապրիլյան պատերազմը սկսվել է, նա ընդամենը 9 ամսվա ծառայող է եղել։ Ներքին զորքեր տեղափոխվելու համար քննություններ է հանձնել, բայց չի հասցրել տեղափոխվել։ 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը թշնամին ձեռնարկել էր լայնամասշտաբ ռազմական գործողություններ Արցախի սահմանի ողջ երկայնքով։ Նրանց դիրքի ուղղությամբ 4 անգամ ձեռնարկած գրոհները կասեցվել է դիրքի լեգենդար 4 տղաների, հրամանատար ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյանի, Ռաֆայել Հակոբյանի և Աղասի Ասատրյանի ջանքերով։ Նրանք մարտի են բռնվել թշնամու գերազանցող ուժերի դեմ անհավասար մարտում ոչնչացրել բազմաթիվ հատուկ պատրաստված ստորաբաժանումների, ցուցաբերել են անօրինակ սխրանք, դիրքը չեն լքել, նույնիսկ փամփուշտների վերջանալուց հետո, ու ձեռնամարտի են բռնվել թշնամու գերազանցող ուժերի հետ։ 4-ն էլ քաջ ու պատրաստված հետախույզներ էին, ովքեր գիտակցված անվարան պայքար են մղել թշնամու դեմ, որոնք բազմաթիվ անգամ ավելի շատ էին։ 14 ժամ կռիվ մղել թշնամու դեմ, դա ոչ հեշտ էր, ոչ էլ կատակ։ Տղաներից յուրաքանչյուրի մոտ ընդամենը մի քանի փամփուշտ էր մնացել, իսկ իրեն զինամթերք հասցնող մեքենան ընկել էր շրջափակման մեջ։ Ապա այդ փամփուշտներն էլ են վերջացել։ Ահա այստեղ է, որ ինչպես արդեն վերը նշեցի, մեր քաջերն իրենց չեն կորցրել և վայրկյան անգամ չեն մտածել նահանջի մասին, այլ դասակի հրամանատար Մերուժան Ստեփանյանի որոշմամբ ու իրենց սեփական կամքով բռնվել են ձեռնամարտի։ Տղաներ, պատրաստվեք, ձեռնամարտի, հնչել է Մերուժանի խրոխտ և վրեժով լցված ձայնը։ Պատրաստ ենք, պատասխանել են քաջերը, և մենամարտել են ազերիների հետ արիաբար։ Հակառակորդը սկզբում անհաջողության է մատնվել ու կատաղած նորից է գրոհայինների ուղարկել մարտի, սակայն դիրքը հայտնվել է շրջափակման մեջ, ու այս անհավասար մարտում ընկավ նա, ընկավ մեր չեմպիոնը, ընկավ հերոսանալով և հերոսի անուն վաստակելով, հերոսաբար մարտնչելով ընկավ նաև նրա հրամանատար Մերուժան Ստեփանյանը, քաջի նման Մերուժանի կողքին ընկավ նաև դիպուկահար Աղասի Ասատրյանը, ապա հերոսաբար զոհվեց գնդացրորդ Ռաֆիկ Հակոբյանը։ Վիկտոր Յուզիխովիչը մինչև նահատակվելը, լինելով 2 ոտքից վիրավոր, չի նահանջել, մարտնչել է վերջին ուժով, սակայն նենգ թշնամին նռնակներ է նետել նրա վրա։ Նրանք 4 քաջ տղաներ, 4 առյուծներ հավերժացան,
միասին, չլքելով դիրքն ու միմյանց։ Սրտի ցավով, ապա հպարտորեն խոնարհվում եմ նրանց առաջ, հավերժական փառք նրանց հիշատակին։ Նրանք ընկան նահատակվեցին, բայց նրանց ոգին իրենց սխրանքի շնորհիվ կապրի հավերժ։ Նահատակվեցին ապրիլի 2-ին։ Նրանք իրենց անօրինակ սխրանքի համար հետմահու պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության և Արցախի նախագահների կողմից մարտական խաչ առաջին աստիճանի շքանշաններով։ Մինչև 2023 թվականի Արցախի բռնազավթումն այդ դիրքը մերն էր, հայերինը, մեր հատուկ ջոկատայինների շնորհիվ, ովքեր իրենց նահատակված ընկերների վրեժն էին լուծել ու դիրքը հետ վերադարձրել։ Դիրքը հետ էր վերցվել մեր հերոսների զոհվելու իրենց հաջորդ օրը, ապրիլի 3-ին, փառք նրանց։ Հակառակորդը փախչում էր գլուխը կորցրած, հայկական կողմում թողնելով բազում վիրավորներ ու դիակներ։ Հերոս Յուզիխովիչը սիրում էր այս երկիրն ու հողը, երազում էր դառնալ հատուկ նշանակության զորքերի մարտիկ և դարձավ հետախույզ, հմուտ ու ուժեղ մարտիկ։ Նա կարող էր հատուկ գումարտակում ծառայել, բայց թաքուն առանց ծնողներին տեղեկացնելու գնացել է ու հրաժարվել էր, ապա մեկնել Թալիշ, այնտեղ 9 ամիս հասցրեց ծառայել, հենց առաջին հարձակումն իրենց վրա են ընդունել։ Ուզում էր ժամկետային ծառայությունից հետո մնալ և ծառայել որպես հետախույզ, դա նրա երազանքն էր։ Հայրը պատերազմի օրերին Հայաստանում չի եղել, եղել է Ռուսաստանի Չերեպովեց քաղաքում, սակայն որդու հետ ամեն օր կապի մեջ է եղել։ Ապրիլի 1-ին էլ զանգել է որդուն, խոսել են սովորականի նման, հորը ոչինչ չի ասել, միայն ասել է. «Պա, մենք լավ ենք, մեր մասին մի մտածի, մենակ մի բան խնդրեմ, մամային, եղբորս Էդգարին, մերոնց մոտ տար, դուրս հանի Հայաստանից», բայց չի ասել, որ պատերազմ է, ու ինքն էլ առաջնագծում է։ Հայրը զարմացել էր տղայի խնդրանքի վրա, բայց մտքով չի անցել, թե որդին այդ ասելիս կյանքի ու մահու պայքարի մեջ է եղել։ Ապրիլի 1-ի կեսգիշերից սկսած հարձակումը Թալիշի էն դիրքում կանգնած տղաները հետ են մղել կյանքի գնով։ Սա միակ դիրքն է, որտեղ փամփուշտների վերջանալուց հետո զինվորներն անցել են ձեռնամարտի։ Հետախույզներն ուժեղ տղաներ են, ասում է Վիկտորի հայրը, և ավելացնում, որ նրանք հիմնականում մարզիկներ էին և հատուկ պատրաստվածություն անցածներ։ Դրա համար էլ երևի չեն նահանջել, վստահ են եղել իրենց ուժերին, նաև չեն ցանկացել դիրքը հանձնել, գիտենալով, որ անհավասար կռվի մեջ են ու նաև շատ լավ են իմացել, որ զոհվելու են։ Մարտը սկսվել է այդ գիշեր, ժամը 1:30-ից 2-ի մոտերքը։ Առաջին հարվածը եղել է հենց իրենց վրա, ու այդտեղից հետո մինչև վերջին մարտը եղել է ապրիլի 2-ին, ժամը 5-ի կողմ, ու տղաներն այդ հատվածում արդեն իրար հետևից գնացել են։ Ես ապրիլի 2-ին առավոտ ժամը 9-ին իմացա, որ խառը վիճակ է, անմիջապես ուզեցի կապ հաստատել Վիկտորի հետ, չեղավ։ Էլ չկարողացա, դողացող ձայնով պատմում է Ալեքսանդր Յուզիխովիչը։ Իսկ մեր հերոսն արդեն զգալով մոտալուտ վտանգը, մի ակնթարթ մուտք գործելով սոցցանց, արել էր իր վերջին գրառումը. «Տղաներ, ինչ էլ որ լինի, հիշեք մեզ այնպիսին, ինչպիսին եղել ենք»։
Վախը կյանքում տեղ չունի, ապա գրել էր. Никто кроме нас не отдаст жизнь. Ребята все, я выезжаю. Այսինքն, բացի մեզանից ոչ ոք իր կյանքը չի տա. Ընկերներ վերջ, ես դուրս եմ գալիս։ Գյումրու Հովհաննես Թումանյանի անվան թիվ 3-րդ ավագ դպրոցում, որտեղ մինչև 8-րդ դասարանը սովորել էր մեր հերոսը, ռազմագիտության դասասենյակ կա, հերոս Յուզիխովիչի անունով, ապա դպրոցի նորաստեղծ խաղահրապարակն է կոչվել նրա անվամբ, հետո նույն դպրոցի բակում կանգնեցվել է խաչքար և ցայտաղբյուր կրկին մեր հերոսի անվամբ։ Հուշաքարը նմանվում է Արարատ լեռանը, որն իր մեջ մեծ խորհուրդ ունի, ինչպես տղերքը, այնպես էլ Արարատը մեզ շատ մոտ են և միաժամանակ շատ հեռու։ Հուշաքարի կողքին ցայտաղբյուր է տեղադրված, Թալիշ 2016 մակագրությամբ և ցուցատախտակ, որի վրա զետեղված է նրանց հետախուզական անձնակազմի սխրանքը, որպեսզի սերունդները մշտապես հիշեն և ճանաչեն այն հերոսներին, ովքեր զոհվել են հանուն խաղաղության։ Մեր հերոսի անունով է նաև կրթօջախի մարզադաշտը, ինչպես նաև Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված ֆուտբոլի համայնքային առաջնությունն է նրա անունով։ Այն դարձել է ավանդական և հաղթողները միշտ պարգևատրվելու են հուշամեդալներով։ Կա նաև փոխանցիկ գավաթ, որը Վիկտոր Յուզիխովիչի անվան է։ Ցավն այն է, որ հերոսի մարմինը խոշտանգված է եղել, ու նրա գլուխը հայրն է հավաքել, տվել, որի մասին ինքն է ասում իր բերանով. Երեխուդին խոշտանգված էր, ես եմ հավաքել տվել երեխիս գլուխը։ Ծնողները ենթագիտակցաբար դեռ սպասում են որդուն։ Աննան հուշերով հետադարձ հայացք ձգելիս որդու մանկությանը թույլ ժպիտով հիշում է. ամուսնուս հայրն ուկրաինացի էր, բայց ես որդուս մեծացրել եմ որպես իսկական հայ։ Քնեցնելիս պարտադիր ազգային երգեր էի երգում։ Շփվող հանգիստ բնավորություն ունեցող մեր հերոսը շատ երազանքներ ուներ, որոնք այդպես էլ մնացին անկատար։ Վիկտոր Յուզիխովիչի դասակի հրամանատարը նրա համաքաղաքացի ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյանն էր։ Նա իր ճոկի տղաներին սովորեցրել էր չնահանջել, պայքարել ու հասնել նպատակին։ Եվ այդպես էլ եղավ։ Նրանց առաջ նպատակ կար՝ պահել դիրքը, ու պահեցին։ Իրենց համար կարևոր չէր, թեկուզ իրենց սեփական կյանքի ու արյան գնով։ Նրանց առաջ խոնարհվում եմ, փառք նրանց սխրանքին։ Վիկտոր Յուզիխովիչին դեռ ապագան էր սպասում, բայց հանուն ամբողջ իր ազգի նա հավերժացավ երկինքներում անմահության։ Քեզ երբեք բացակա չենք դնի մեր ազգի չեմպիոն, հերոսացած Քաչայորթի, քո առաջ խոնարհվում եմ և պատվի առնում, պատիվ ունեմ։